300-ից մեկը կառուցվել է Սասունիքի միջնակարգ դպրոցը։ Նորակառույցի պայմաններին ծանոթացել է վարչապետը։ Կառավարությունը հատկացրել է 2 միլիարդ 157 միլիոն դրամ։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար։ Կառուցված է մի տարի կես առաջ, ասֆալտակը, չէ, ամբողջը մենք երեք նրան թարմացրել ենք։ Չէ, նկատի ունեմ այս հատ բանը, ամբողջը։ Մեր այս ասֆալտ չէ։ Գտնեց ասկես Ինչ լավ մեծ դաշտ է։ Ինքը 26-44 Մենք երբեք հիշում, որ sense լաբորատոր սարքել։ Սարքել ասամքի, մանե չէ, նախորդ անգամ որ sense նոր լաբորատոր սարքել ստացած եք ելել։ Չէ, նոր ստացել։ Այսինքն առաջին երկարաժամկետ կարիերայի ընթացքում առաջին անգամ։ Ելույթի ընթացքում վարչապետը ընդգծեց, երկրի բոլոր խնդիրների լուծումը կրթության մեջ է։ Երբ ես հիշում եմ, թե որտեղ ենք այս առումով եւ ուր ենք հասել հիմա, մենք հսկայական ճանապարհ ենք անցել սովորելու ինչ պետք է անի կառավարությունը իր մասով եւ գործադիր իշխանությունը դպրոցաշինությունում ավելի լավ արդյունքներ արձանագրելու համար, բայց նաեւ մենք պետք է ինքներս մեր նկատմամբ ունեցած պահանջները ավելի խստացնենք, ավելի համապարփակ դարձնենք։ Վարչապետը արձանագրեց, ոչ միայն հորդորում են լավ սովորել, լավ ապրելու համար, այլև ստեղծում են պայմաններ լավ սովորելու համար։ Ցանկացած շինարարությունից հետո ի հայտ են գալիս թերություններ, դպրոցա երեխաներ են։ Տարբեր իրավիճակներ կարող են լինել եւ մենք պետք է կարողանանք կառավարել շենքը։ Առաջինը դպրոցը եւ դպրոցի տնտեսական կառավարման այդ մոդելի պատասխանատուները, նախարարությունը եւ մենք պետք է կարողանանք երաշխիքային, երաշխիքային սպասարկման այդ կուլտուրան մեզանում մտցնել եւ դրանից է մեծապես կախված, թե մենք արդյունքում ինչ կունենանք, այս դպրոցը մի տարվա համար չի։ Բակում վարչապետին սպասում էին բնակիչները իրենց խնդիրներով։ Պետությունն է, պետք է խիստ են, չկա։ Ես տեսնում որ չկա։ Հիմա Այդ կաշարակեր ուտողներ, ինչի չեմ բռնել։ Այն ամեն օր բռնում է։ Հասարակ ժողովուրդը տեսնում։ Հերթով սաղին կա։ Հարերթով ես կմեռնեմ։ Չես մեռնի։ Դա ի՞նչ է։ Հող եմ ստացել, հողը շեմ։ Ումից է ստացել։ 91 թվին։ Բա Իմ թուղթը չկա, բայց հողը ստացել։ Բայց եթե բուժվելա, ինչի պետք է թոշակա։ Չէ, փարփասցու բուժվելա պետ պատվերով է, չէ բուժվել։ Շահագործման է հանձնվել նաև Լուսակնում նորակառույց տիպային միջնակարգ դպրոցը։ Կառավարությունը հատկացրել է 766 միլիոն դրամ։ Մեր դպրոցում սովորող երեխան արդեն չեմ կարող ասել, որ մասնագիտական education սահմանափակ է։ Իհարկե մասնագիտական հարցը պետք է լուծել ուսուցիչները, բայց այդ որ ասում են կրթությունը պետք է լինի նորակով հասանելի բոլոր տեղերում, այդ թվում ես նկատի։ Լուսակնի նորակառույց տիպային դպրոցում պետության ղեկավարը հանդես է եկել ելույթով, ընդգծել. Ձեր լավ ապրելն ուրիշ որևէ մեկից կախված չէ, կախված է միայն ձեզնից, կախված է թե այսօր դուք ինչով եք զբաղվում։ Գյուղը իր պատմության ընթացքում առաջին անգամ ունի դպրոց եւ հիմա դա շնորհավորելու առիթ է։ Ես լաբորատորիաները որ նայում ենք եւ սարքավորումներն ենք նայում, հիմա գիտեք ինչ մեր իրականության մեջ, երբ որ մենք ասում ենք որ կրթության հավասար հասանելիություն, նկատի ունենք հետեւյալը։ Հիմա մեր իրականության մեջ ցավոք ստացվել է այնպես, որ մեր երեխաները հազարավոր, գուցե տասնյակ հազարավոր երեխաներ մեր ունեցած պայմանների պատճառով կամ մեր չունեցած պայմանների պատճառով ըստ էության հավանականությունը, որ որևէ մեկը կկարողանա դառնալ օրինակ քիմիկոս, այդ հավանականությունը 60, 70, 80, 90%-ով նվազում է։ Այստեղ այս նոր դպրոցում, այս դպրոցում, իրական Հայաստանի դպրոցում, 4-րդ հանրապետության դպրոցում ոչ միայն կնում դա չի բացառվելու։ Այսինքն պետք չի, այսինքն չի նշանակում, որ երեխան, որը լուսական դպրոցում է ավարտել, ինքը պարտադիր արդեն մենք գիտենք ինքը ինչ մասնագիտական ինչ ամպլիտուդա կարող է ունենալ առավելագույն նշաձողերով։ Այս դպրոցը ոչ մի ընդհակառակը դպրոցը նրա համար չի, որ երեխաների համար զարգացման առավելագույն ֆիքսի։ Դպրոցը նրա համար է, որ երեխաների զարգացման առավելագույնի շեմը վերացնի եւ այս դպրոցը իր ձևով եւ բովանդակությամբ հենց պետքա դառնա այդպիսին։
Գյուղի ճանապարհները նորոգվում են, բնակավայրը չունի ոռոգման ջրի խնդիր, արձանագրել է վարչապետը, նկատել. մեր խնդիրը կյանքը ճիշտ կազմակերպելն է, որը նույնպես կրթության հարց է։ Աշտարակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի կառուցման համար կառավարությունը հատկացրել է 761 միլիոն դրամ։ Այն հագեցված է անհրաժեշտ գույքով եւ ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Շրջայցի ընթացքում վարչապետը շեշտել է. բոլոր պոլիկլինիկաները պետք է ունենան միևնույն հստակ ստանդարտները։ Եթե ասում ենք մենք բացեցինք պոլիկլինիկա, այդ նշանակում է, որ մեր պոլիկլինիկայում այդ ստանդարտը ամբողջությամբ պահպանված է։ Դա էլ է նորմալ, հիմա շինարարությունը կարա մի քիչ շուտ ավարտվի, մի սարքը կարա մի քիչ շուտ գա, մի սարքը կարա մի քիչ ուշ գա, հարցը դրա մասին չի։ Բայց երբ որ մենք ասում ենք պոլիկլինիկա, նկատի ենք ունենում պետական ստանդարտով սահմանած մի բան։ Վարչապետին ներկայացրին նաև Աշտարակի հիվանդանոցի նախագիծը։ Ինչն է կարևոր այս նախագծի մեջ, որ առողջապահության նախարարության գործընկերների հետ բոլոր նախորդ նախագծերում ինչքան խնդրահարույց բաներ ունեցել ենք, հաշվի ենք առել եւ սրա մեջ բոլորը արդեն իսկ շտկված են, նախագիծը պատրաստ է, փորձաքննությունը անցել է, մրցույթը հայտարարված է եւ նոյեմբերի 16-ին կունենանք բացումը, կունենանք շինարար եւ անմիջապես աշխատանքները կմեկնարկվեն։ Թալինի հիվանդանոցը, որի վերակառուցման համար կառավարությունը տրամադրել էր 1 միլիարդ 475 միլիոն դրամ, Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառներ։ Առողջապահության ապահովության արդյունքում մեր բժիշկների աշխատավարձերը շատ թե քիչ կգան կմոտենան, հա։ Այո։ Եվ իսկ մենք գործակից ենք, հա, թե ինչքան արդեն սպասարկելի հոք։ Մեր գնի մեջ պարոն վարչապետ հաշվարկած է միջին ծանրաբեռնվածություն, առավել ծանրաբեռնվածություն ու գինը ծառայության այդպես ենք մշակել, որ բժիշկը նաև պետքա արագ ժամանակ չունենա, այսինքն չպիտի լինի, որ այնքան քիչ վիրահատություն ունենա, որ մեր վճարած գնով իր աշխատավարձը կամ ծախսերը չկարողանա։ Հետո սենց իրավիճակ էլ կարող լինի, որ ընդհանրենք ինքը ուզում գնա ինչ-որ բժշկական կենտրոն, այնտեղ օրինակ ազատ մահճակալ չկա, ինքը արդեն այլընտրանք կունենա գա ուրիշ տեղ։ Այս կենտրոնը եւս ապահովված է անհրաժեշտ գույքով եւ ժամանակակից տեխնիկական սարքավորումներով։ Ազատան բնակավայրն ունի նոր դպրոց 576 աշակերտի համար։ Դպրոցաշինության ծրագրով կառուցվել է նաև Ազատանի միջնակարգ դպրոցը, որտեղ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել են ստեղծված շենքային պայմաններն ու ենթակառուցվածքները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 1.6 միլիարդ դրամ։ Ազատանի միջնակարգ դպրոցում իրականացվել են նաև 165 միլիոն դրամի նորոգման աշխատանքներ։ Վարչապետն իր խոսքում շնորհակալություն է հայտնել աշխատող, արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին։ Շատ քաղաքացիներ չլինեն են, որ ՀԴՄ կտրոն վերցնելը այդ նշանակում է պայքարել ստվերային տնտեսության դեմ, այդ նշանակում է ավելի շատ հարկեր, որոնք գալիս են դեպի պետական բյուջե։ Խոսելով կրթության կարևորության մասին, երկրի ղեկավարը եւս մեկ անգամ շեշտել է. Կրթությունը մեր ռազմավարությունն է տրանսպորտի ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է անվտանգության ոլորտում, կրթությունը մեր ռազմավարությունն է իրավակարգի ոլորտում, արդարադատության ոլորտում, արդյունաբերության ոլորտում, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտում, ընտանեկան բռնության ոլորտում, բոլոր տեղ չկա, բոլոր հնարավոր գյուղատնտեսության ոլորտում։ Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Ախուրյանի նորոգված համար 2 հիմնական դպրոցը։ Վարչապետը շրջել է դպրոցում եւ ծանոթացել իրականացված աշխատանքներին։ 362 աշակերտի համար նախատեսված դպրոցի նորոգման բյուջեն կազմում է 186 միլիոն դրամ։ Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում է նաեւ Գյումրու համար 38 հիմնական դպրոցը։ Այստեղ վարչապետ Փաշինյանին ներկայացվել են կրթական հաստատությունում իրականացված նորոգման աշխատանքները եւ ստեղծված պայմանները։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 228 միլիոն դրամ։ Ծրագրի իրականացման արդյունքում Գյումրի համայնքը կունենա վերանորոգված դպրոց 235 աշակերտի համար։ Էմմա Վարդանյան, լուրեր։